Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված ընտրական օրենսգիրքն էր, որը կարծում եմ չի համապատասխանում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հասարակության շահերին, ընդհակառակը հակասում է մեր շահերին, եւ այստեղ պետք է արձանագրենք, որ Հանրապետական կուսակցությունը 4-օրյա ապրիլյան պատերազմից հետո որևիցե կերպ դասեր չքաղեց եւ շարունակում է այն ապօրինությունները, որը այս մեր անկախության տարիների ընթացքում միշտ եղել է օրակարգում իշխող կուսակցության համար։ Այսինքն նախկինում դա ՀՀՇ-ն էր, հետո այդ էստաֆետը փոխանցվեց Հանրապետական կուսակցությանը եւ էությունը այդ ապօրինության շարունակում է մնալ վտանգավոր մեր հասարակության համար եւ մեր պետության անվտանգության համար։ Սա ներքին մեր քաղաքականությանը, որը արտացոլվելու է նաեւ ապագա արտաքին քաղաքականության մեջ։ Սա նշանակում է, որ իրենք ներքին քաղաքականության մեջ չեն պատրաստվում օրինական կարգով անցկացնել ընտրություններ, դրա համար չեն պատրաստվում զիջել, այսինքն ապօրինությունից հրաժարվել եւ այս բարագայում նրանք շարունակելու են իրենց արատավոր գործունեությունը, որը իհարկե արդեն անդրադարձ պետք է կատարի մեր արտաքին հարաբերությունների վրա, որը կործանարար է լինելու հայկական պետականությունների համար։ Դուք տեսաք, թե ինչպես Սերժ Սարգսյանը կրկին հավաքեց իր հավատարիմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ մոնտաժված կարգով հրապարակեց այն, ինչ որ ինքը ցանկանում էր։ Մինչդեռ, եթե մենք իրոք ժողովրդավար Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ ենք, ապա մենք իրեն պետք է լսեինք ոչ միայն այդպիսի ձևաչափով, այլ պետք է լսեինք իրեն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում առնվազն ուղերձով, որը այդ մարդու համար փաստորեն մերժելի է եւ այս տարիների ընթացքում նա ընդամենը մեկ անգամ է հանդես եկել ուղերձով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, այն էլ այն ժամանակ, երբ առաջի անգամ էր ընտրվել որպես չէր ընտրվել, նշանակվել էր, ապօրինի զավթել էր, կարող ենք ասել, իշխանությունը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Մինչդեռ այս ուղերձները պարտադիր են, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ինչպիսի ուղղությամբ է գնում մեր պետական ղեկավարումը եւ պետությունը ինչպիսի ուղղությամբ է շարունակելու գործել, մասնավորապես արտաքին սպառնալիքների պարագայում։ Նրա այն հայտարարությունը, որ դուք գիտեք երևի բոլորը տեղյակ եք, որ մշտապես այս տարիների ընթացքում ինքը հավաքել է միայն իրեն հավատարիմ եւ ցանկալի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Բաղրամյան 26-ում եւ իրենց մոտ հանդես է եկել ելույթով, որը հետագայում նաեւ մոնտաժվել է։ Սա ուղղակի անթույլատրելի է եւ խոսում է այն մասին, որ մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից եւ այս հեռու լինելն է նաև վտանգում մեր անվտանգության սպառնալիք է հանդիսանում նաև ժողովրդավարության բացակայությունը։ Նրան հայտարարությունը, որ ընդամենը 800 հեկտար տարածք է այսօր բռնազավթվել Ադրբեջանի կողմից եւ այն հիմնավորումը, որ դրա ըստ էության նշանակություն չունի, շատ ցավալի փաստի մասին է խոսում, որ մենք այս պահին փաստորեն ունենք դատարկված Թալիշ գյուղ, որտեղ հնարավորություն չկա քաղաքացիների համար ապրելու, գյուղը անմիջապես ռմբակոծության տակ է եւ գյուղից տեղահանված բնակիչները այսօր հանդիսանում են տեղահանված բնակիչներ, իրենց կարգավիճակն է այդպիսին եւ այդ տեղահանվածները չգիտեն երբ են վերադառնալու իրենց մշտական բնակավայր եւ այս պահին այդ տեղահանվածները փաստորեն, եթե մենք նայում ենք, ապա իրենց սոցիալական վիճակը նույնպես խոցելի է եւ
Սա նշանակում է, որ դրանից հետո նաև ռմբակոծվում է Մարտակերտը, մենք ունենալու ենք նահանջներ եւ նահանջներ։ Եվ այստեղ արդեն անվտանգության համակարգը լինելով այսպես վտանգված եւ խոցելի եւ խախտված, մենք հասկանում ենք, որ մենք հանգել ենք պետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դավաճանության, այսինքն նրանց կողմից կատարվել է դավաճանություն։ Այս հայտարարությունները միանշանակ մատնանշում են, որ իրենք հանդիսանում են դավաճաններ, իսկ դավաճանների վերաբերյալ պետք է սկսվի համապատասխան գործընթացներ եւ համապատասխան կարգով նրանք պետք է հեռացվեն եւ դատապարտվեն։ Սա պետք է լինի մեր առաջնային օրակարգը։ Տեսեք, այս դավաճանական թեզը կարող ենք ասել, որ միշտ եղել է հայկական անկախ պետականության քաղաքականության օրակարգում, որովհետև հողեր հանձնելու վերաբերյալ բանակցությունները, որը ընթացել են այս տարիներին, բանակցել են այդ հողեր հանձնելու շուրջ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը դրա շարունակողն է եղել։ Բայց այս պարագայում, եթե այն ժամանակ նրանք ասում էին, որ մենք ուղղակի բանակցում ենք եւ Արցախի հանրապետության ներկայացուցիչների բացակայությամբ մենք որևիցե փաստաթուղթ չենք ստորագրելու եւ որևիցե պատասխանատվություն չենք ստանձնելու, այսօր արդեն հասկանում ենք, որ առանց Արցախի իշխանությունների ներկայության նախ մեր բռնազավթված հողերի ազատագրման առաջ մեր հաղթական առաջ խաղացումը կասեցվել է հենց Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի կողմից։ Խաչատուրովը հենց այնպես չէր մեկնել եւ փաստորեն մենք ազատագրելով, չվերադառնալով նախկին դիրքերի, մենք կասեցրել ենք մեր հաղթական առաջընթացը։ Այս հաղթական առաջընթացը կասեցնելուց հետո էլ հայտարարվում է, որ այդ 800 հեկտարը իբրև թե էական նշանակություն չունի։ Մինչդեռ այդ 800 հեկտարի պատճառով այսօր մենք ունենք դատարկված գյուղ։ Այդ 800 հեկտարի պատճառով մենք ունենք այսօր խոցելի ռմբակոծության ներքո գտնվող Մարտակերտ։ Այսինքն մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ անվտանգության հետ։ Եվ սա այս փաստորեն գործընթացը տեղի ունեցավ, այս բեկումը վատ իմաստով տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի միջոցով։ Եթե չլիներ մեր երիտասարդների եւ զինված ուժերի կամքը, ապա աղետը արդեն անխուսափելի հասնելու էր մինչև Ստեփանակերտ, դա միանշանակ է, եւ փաստորեն բոլոր խաղաղարտերը եւ բոլոր այն լուր համաձայնությունը, որ մենք պատրաստ ենք տարածքներ հանձնել, խախտվեցին։ Սա է խնդիրը, որը տեղի է ունեցել։ Եվ այս խնդրի վերաբերյալ այն, որ մեր համար անակնկալ է եղել, այդպես չէ, որովհետև դուք հիշում եք, անցյալ տարի սեպտեմբեր ամսին արդեն Տաուշի խաղաղ բնակիչներ նույնպես զոհվեցին, եւ այստեղ մենք հասկանում ենք, որ այդ հարձակումները մեր նկատմամբ դրանք օրակարգային են թշնամու համար եւ համակարգված են եւ ծրագրված են եւ շարունակություն են ունենալու։ Սա այս հարաբերական այսպես կոչված անդորը երկար չի կարող տևել, դա ունենալու է շարունակություն եւ հույս դնել, որ որևիցե մեկը, որևիցե մի գերպետություն կարող է դա կանխել, այդպես չէ, որովհետև գերտերություններից մեկի համար դա շատ կարևոր է, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության համար, որովհետև նա ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, եւ Ադրբեջանը այստեղ նաեւ շահարկում է այս ամենը, փորձում է իր օգուտները վերցնել։ Եվ այս սպառնալիքների հետ մենք պետք է ապրենք, շարունակենք ապրել, բայց ամենակարևոր սպառնալիքը այսօր Ադրբեջանից, Թուրքիայից, Ադրբեջանին ԵՏՄ անդամակցելու
այս համատեքստից ամենակարևոր սպառնալիքը իհարկե այսօր մնում է Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի համար, որովհետև ինքը սպասարկում է հող հանձնելու քաղաքականությունը։ Հող հանձնելու քաղաքականությունը չի ծնվել իր պաշտոնավարման օրոք, ծնվել է Լևոն Պետրոսյանի պաշտոնավարման օրոք, բայց իր օրոք արդեն ամրագրվեց, որ մենք ունենք հանձնված հողեր, մենք ունենք բռնազավթված հողեր։ Իհարկե, մեր հայրենիքի 450,000 քառակուսի կիլոմետր տարածքից, այսօր 42,000 քառակուսի կիլոմետր տարածքից այդ իր մեկնաբանությամբ 800 հեկտարը միգուցե իր համար այդքան նշանակալի չէ, բայց մեր անվտանգության համար, մեր ապագայի համար, հայկական պետականության ապագայի համար դա մեծ կարևոր նշանակություն ունի։ Բացի այն, որ այդ 800 հեկտար քառակուսի կիլոմետր տարածքը 800 հեկտար տարածքը բռնազավթվեց, նաև մենք չկարողացանք կասեցվեց մեր առաջ խաղացումը, որպեսզի մենք կարողանայինք մեր անվտանգության գոտին ամրապնդեինք, դա էլ է կասեցվել, իսկ մենք այլ ընտրանք չունենք, պարտադրված պատերազմը այսօր ընթանում է և պարտադրված պատերազմից փաստորեն Ադրբեջանը չի ցանկանում հրաժարվել, սա է խնդիրը, իսկ մենք չենք կարող համակերպվել այս իրավիճակի հետ թույլ տալ, որ այդ 800 հեկտարը առաջի թիվ մեկ խնդիրը մեր ազգային զինված ուժերի պետք է լինի առանց լսելու որևիցե մեկի, որևիցե Խաչատուրովների, Սերժ Սարգսյանների, առաջինը պետք է լինի մեր առաջի թիվ մեկ խնդիրն է, մեր այդ առաջի հերթին 800 հեկտարի ազատագրումը և նաև այն, որպեսզի մենք կարողանանք վնասազերծենք թշնամուն, մենք պետք է գնանք առաջ և այնտեղ մենք ամրագրվենք, որովհետև եթե մենք չենք հեռացնում իրենց ագրեսիան մեզանից, դա նշանակում է, որ մենք նորից ունենալու ենք զոհեր, որևիցե կերպ պետք չէ փնտրել որևիցե այլ մայրաքաղաքում լուծում մեր հարցերին։ Հիմա կխնդրեմ հարցերը ձեր։ Հարցեր։ Առավոտ։ Տիկին Խոստանջան, ներողություն, Սերժ Սարգսյանը իր առաջին հարցազրույցում ապրիլյան դեպքերից հետո 200 հեկտարի մասին էր ասում, հետո 800, հետո բացատրեցին, որ 200 հեկտարը խորությունն է մատնանշել, այս դրա հետ կապված էր վերաբերմունքը կուզեի իմանալ, ինչու էր առաջ 200, հիմա 800-ը ձեզ։ Գիտեք, Սերժ Սարգսյանին երբեք իր խոսքերը պետք չէ լուրջ ընդունել և հավատալ իր խոսքերին, քանի որ այս անձը փաստորեն մշտապես ստել է և այդ ստերի մեջ է մտնում նաև այդպիսի հայտարարություն։ Մենք ունենք այսօր փաստացի, Թալիշ գյուղ, որտեղ չեն բնակվում, այդտեղի բնակչությունը հնարավորություն չունի այնտեղ ապրելու։ Այդտեղի բնակչությունը, Թալիշ գյուղի բնակչությունը այսօր գտնվում է մեր հայրենիքի տարբեր վայրերում, որտեղ ինքը որոշ չափով իրեն ապահով է զգում, բայց կորցրել է իր մշտական բնակության վայրը։ Մենք հիմա փաստորեն ոչ միայն ունենք 800 հեկտար կորցրած տարածք, ինչպես հայտարարվում է, մենք ունենք այսօր կորցրած գյուղ։ Դուք այսօր գյուղ հիմնադրելը, գյուղ ստեղծելը, դա մեր հնադարյան գյուղերից մեկն է, գյուղ հիմնադրել, գյուղ ստեղծել, բնակավայր ստեղծելը շատ դժվար է մեր այսպիսի տնտեսական պայմաններում, հետևաբար այդ գյուղը այսօր երբ պիտանի չի ապրուստի, նշանակում է մենք կորցրել ենք ոչ միայն 800 հեկտար պայմանական հողակտոր կամ հողատարածք, այլ մենք կորցրել ենք բնակավայր։ Այսօր այդ 800 հեկտարով պայմանավորված է նաև Մարտակերտում անվտանգ ապրելու հնարավորությունը։ Դա էլ ենք մենք, այսինքն անվտանգության կորուստ ենք մենք ունեցել, որը դարձնում է ամբողջ մեր արևելյան սահմանը խոցելի։ Եվ չեմ խոսում ներքևի հարավային մասում կորցրած բարձրունքի մասին, դա էլ նույնպես շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև այդ բարձրունքից խոցելի է դառնալու մեր մյուս սահմանը Պարսկաստանի հետ, իսկ Պարսկաստանի հետ սահմանի արդեն խոցելիությունը
նաև պարալիզացնելու է ընդհանուր առմամբ այստեղ մեր հնարավորությունը նաև ապրելու։ Այսինքն սրանք շատ կարևոր ստրատեգիական նշանակության տարածքներ են, ուղղակի խոսել, որ 800 հեկտարի մասին է խոսքը, այն էլ ինչ որ չեզոք գոտի է հայտարարվում, չգիտեմ ինչ, սա ուղղակի անթույլատրելի է։ Սրանք շատ կարևոր նշանակություն ունեցող տարածքներ են մեր անվտանգության համար։